Ողջույն Արագիր նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ես եմ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ իրավաբան Նաիրի Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, մոտենում են հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունները, դուք հայտարարել էիք, որ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը մասնակցելու է ընտրություններին։ Արդեն հայտնի է ինչ ձևաչափով եք մասնակցելու, նախընտրում եք առանձին թե դաշինքով։ Նախընտրում ենք իհարկե դաշինքային ձևաչափը, բազմիցս հայտարարել ենք դրա մասին եւ բազմիցս հայտարարել ենք, որ սրանք, այսինքն նախընտրական process-ները ոչ թե մեր համար քարոզչական ժամանակահատված է, այլ ազգային ազատագրական պայքար, իսկ ազգային ազատագրական պայքարի տրամաբանությունը ենթադրում է լայն կոնսոլիդացիաներ, որպեսզի ստապ գնահատենք ներուժը, իրատեսական գնահատենք եւ կարողանանք ազգին եւ Հայաստանի Հանրապետությանը ազատագրել այս իշխանություններից։ Բայց քանի որ դեռևս բանակցությունների փուլում ենք եւ դեռևս դրանք հրապարակայնացնելու որևէ պայմանավորվածություն չունենք եւ կոռեկտ չի լինի իմ կողմից դա հրապարակայնացնելը, ընթացքը ցույց կտա, կարծում եմ կարճ ժամանակահատվածում արդեն կմոտենան ավարտին մեր բանակցությունները, ըստ այդմ կհայտարարենք ինչ ձևաչափով ենք մասնակցում, կոնսոլիդացված որևէ ուժերի հետ համատեղ թե առանձին։ Բազմաթիվ ուժեր տեսնում ենք, որ քաղաքական հայտ են ներկայացնում։ Կա այնպիսի քաղաքական ուժ, որի հետ սկզբունքորեն չեք համագործակցի ոչ նախընտրական, ոչ հետընտրական այդ ձևաչափում եւ այս պահին քաղաքական դաշտում որ ուժին եք համարում մրցակից։ Մի քանի ուժերի համարում եմ մրցակից, բայց ձեռնպահ կմնամ անուններ թվարկելուց, որովհետեւ դուրս կգա, որ ես գովազդում եմ նրանց եւ նսեմացնում եմ ես մասնակից ուժերի արժեքները եւ աշխատանքը, դա անթույլատրելի եմ համարում։ Որևէ ուժի մասին բացառում ենք իհարկե գործող իշխանության եւ նրանց սատարող ուժերի հետ, սա նույնիսկ կարծում եմ այլևս հայտարարելու ենթակա չի, որովհետեւ մեզ ճանաչողները, մեր ուժ ճանաչողները, ինչ ճանաչողները բոլորը գիտեն իմ սկզբունքները, բոլորը գիտեն, որ այդպիսի չարիքների հետ մենք երբևէ չենք կարող ունենալ համագործակցություն։ Իսկ նախկին նախագահների որևէ համագործակցություն, այսինքն կոնսոլիդացիոն առումով չենք պատկերացնում։ Համագործակցությունը մի քանի անգամ շեշտել եմ, համագործակցությունը կարող է տեղի ունենալ տարբեր ձևաչափերով։ Պայմանականորեն, եթե որևէ գործողություն նախաձեռնում են այս շարքի իշխանությանը օր առաջ հեռացնելու, մենք մեր ռեսուրսով կանգնած ենք բոլորի կողքին, նույնը եթե մենք ենք նախաձեռնում, ակնկալում ենք բոլորի մասնակցությունը։ Խոսենք նաև եկամուտների համընդհանուր հայտարարման մասին, որի վերջնաժամկետը նոյեմբերի 9-ն է։ Այս պահին տվյալներ ունեք հանրության ինչքան մասն է, որքան մասն է լրացրել դա եւ նախորդ տարի կարգը փոխվեց եւ հայտարարագիրն այսուհետ կարող է նաեւ առանց քաղաքացու ինքնաշխատ կերպով դրացված համարվել, սա ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Հայտարարագրման համակարգին մենք անդրադարձ մինչև ընտրություններ չենք կատարում, ինչու որովհետև համարում ենք, որ մինչև ընտրություններ հայտարարագրման համակարգի հարցը լուծված է ժամանակավորապես, այսինքն 2025 թվականի նոյեմբերյան փոփոխությունները կառավարության կողմից ձեռնարկված ինքնաշխատ եղանակով հայտարարագրման համակարգի ներկայացումը, որը ըստ էության ներկայացում չի համարում, որովհետև բաց եւ թափանցիկ տեղեկատվությունը զետեղել այլ պատուհանի մեջ, դա դեռևս չի նշանակում ներկայացում, որովհետև անձի աշխատավարձը այսպես թե այնպես անհատական հաշվառման քարտերում դրանք բաց տեղեկատվություններ են եւ դրանք պետք տեղեկատվական համակարգում առկա են։ Հետևաբար եւս դրանք նորից եմ կրկնում զետեղել այլ պատուհանի մեջ, մենք դա համարում ենք ուղղակի այսպես իշխանությունների իրենց փրկելու ինչ որ PR ակցիայի նման մի երևույթ։ Հետևաբար հայտարարագրման համակարգը չեղարկված է ժամանակավորապես, որևէ մեկին դեռևս վտանգ չի սպառնում։ Աստված մի արասցե այս իշխանությունը կընտրվի, այն ժամանակ նոր մենք արդեն կենտրոնանանք նոր խնդիրների վրա, քանի որ մենք ունենք մինչև հունիսի 7-ը շատ ավելի կարևոր գործառույթներ, ազգային ազատագրական պայքար, հետևաբար եկամուտների համատարած հայտարարագրումը դեռևս երկրորդական կամ երրորդական տեղ է զբաղեցնում։ Իսկ հնարավոր է, որ օրինակ վերընտրվելու դեպքում իշխանությունը գնա ավելի կոշտ քայլերի եւ օրինակ դու գանի քաղաքացիների։ Չի կարող, որովհետեւ մենք էլ քնած չենք, որովհետև իշխանությունը եթե կարողանար, այդքան հաջողություն չէին կարձանագրի։ Եթե իշխանությունը պնդում է, որ սա քաղաքակիրթ հարկային մշակույթի այսպես ձևավորման միջոց է, ապա ինչու է հանրությունը դրան դեմ է, այսպես բուրն արձագանքում այս որոշմանը։ Հանրությունը շատ տեղին է արձագանքում, որովհետև սա ոչ թե քաղաքակիրթ հարկային համակարգի բարելավման եղանակ է, այլ հանրությանը
այսպես տնտեսական մահակով հանրության յուրաքանչյուր անդամի գործունեությունը հետևելու եւ անընդհատ ահաբեկելու գործիք։ Եվ գիտեք, պետական բյուջեի մասին երբ որ խոսում ենք, եկամուտների մասին երբ որ խոսում ենք, միանգամից պետք է նրա տրամագծորեն հակառակ երևույթի մասին խոսենք, ծախսերի մասին խոսենք։ Եվ երբևէ չի կարող հանրությունը կամ հանրության որևէ անդամ կամ տնտեսվարող սուբյեկտ հաճույքով հարկային պարտավորություններ կատարի, երբ որ տեսնում է, որ պետական ծախսերը անարդյունավետ են ծախսվում, պետական ծախսերը կամ պետական միջոցները փոշիացվում են, վատնում են, նման պարագայում որևէ մեկը հաճույքով չի կարող եկամուտ վճարել։ Եթե դա բերենք ընտանեկան մակարդակ կամ տանենք միկրոբիզնես եւ այլ մակարդակներ, որևէ վճարող կողմ լինի նույնիսկ զավակ ծնող փոխհարաբերությունների մեջ, եթե ծնողը տեսնում է, որ զավակին գումար է տալիս եւ այդ գումարը զավակը վատնում է ուղղակի խաղատներում կամ տարբեր տեսակի վատ սովորույթների վրա է օգտագործում, բնականաբար կդադարի, կդեմոտիվացվի նրան վճարելուց։ Իսկ եթե տեսնում է, որ զավակը կուտակում է իրականացնում, ներդրում է իրականացնում կամ արդյունավետ ծախսում է իրականացնում, կշարունակի հաճույքով ֆինանսավորել։ Նույնը քաղաքացի պետություն փոխհարաբերությունների մեջ է։ Երբ որ հարկատուն տեսնում է, որ պետական միջոցները կամ իր վճարած հարկերը գնում են ոչինչ չանող պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար վճարելուն, ոչինչ չանող կամ ավելին համակարգը փլուզող նախարարին 7 միլիոն դրամ պարգևավճար վճարելուն, կամ գնում է պետական անարդյունավետ պարտքի ներգրավման միայն տոկոսին, միայն 2026 թվականի համար 423 միլիարդ դրամ տոկոս սպասարկելու համար, բնականաբար եկամուտ, այսինքն պետության եկամտաստեղծ սուբյեկտը, հանրության յուրաքանչյուր անդամը կամ տնտեսվարող սուբյեկտը չի կարող հաճույքով հարկ վճարել։ Կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով այս քաղաքականությունը բյուջեի եկամուտների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Քաղաքականությունը նկատի ունեք, որը վարում է գործող իշխանությունները։ Գիտեք, կարճաժամկետում արդեն իր ազդեցությունը թողել է եւ համատարած աղքատություն է տիրում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունենք ըստ աղքատության վերին գծի 40%-ից ավելի աղքատության մակարդակ, իսկ եթե վերին գիծը համապատասխանեցվի նվազագույն սպառողական զամբյուղի, ապա 50-ից 60% աղքատության մակարդակ կունենանք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունենք թոշակառուների թոշակի բարձրացման 50,000 դրամի պոտենցիալի տուգանում, այսինքն 50,000-ով կարճաժամկետում հնարավոր էր բարձրացնել, բայց չի բարձրացվել, տոկոս է սպասարկվում։ Մենք ունենք մոտավորապես չեն իմանա որտեղ ծախսան, եթե նույնիսկ 10 կամ 20,000 դրամով բարձրացնեն։ Գիտեք, ես չի ցանկանա նրա խոսքերին անդրադառնալ, որովհետև շատ երկար ժամանակ չեմ անդրադառնում ցնդաբանություններին, անադեկվատ, անմիտ, չհիմնավորված։ Չի ծաղրում այսպես մեր հայրենակիցներին, տարեցներին նման հայտարարություններով։ Չեմ կարծում, գիտեք, երբ որ ինչ-որ մի ծալապակաս, որ ակնհայտ ունի բժշկի կողմից եզրակացություն եւ թուղթ, եւ դուք գիտեք, որ նա հիվանդ է եւ ունի հոգեկան խնդիրներ, ինչ-որ մարդ, եւ ձեզ որևէ վիրավորական կամ ձեր ուժերի հանդեպ թերահավատություն արտահայտի, դուք կվիրավորվեք։ Կարծում եմ պետք չի վիրավորվել։ Նման պարագայում ինչու եք այս մարդուց փորձում վիրավորվել։ Պարոն Սարգսյան, ձեր առաջարկած այլընտրանքային մոդելը ո՞րն է, եթե կարծում եք, որ գործող մեխանիզմը լիարժեք չի աշխատի։ Արդյոք նախատեսում եք իշխանության գալու կամ մաս կազմելու համար չեղարկել այս համակարգը։ Որ համակարգի մասին հայտարարագրման մասին է խոսքը։ Հայտարարագրման համակարգը միանշանակ կչեղարկվի եւ մենք նույնիսկ այնքան ազնիվ ենք գտնվել, որ քաղաքական process-ների ժամանակ չենք մեր պահանջը ներկայացրել։ Մեր պահանջը ներկայացվել է գրավոր կառավարությանը, պահանջը հանրությանը բացահայտ ներկայացրել ենք, որ այժմ պետք է չեղարկվի, առաջիկայում հայտարարագրման համակարգ լիարժեք պետք է գործի պետական ծառայողների համար, այնուհետև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, սեփականատերերի, բաժնետերերի համար, այնուհետև դրա բարիք ստեղծելու մեխանիզմների ներդրման պարագայում նոր հանրության տարբեր շերտերի համար կարող ենք ներդնել։ Գիտեք, հայտարարագրման համակարգը եթե բարիք ստեղծելուց լինի, եթե քաղաքացու համար սոցիալական կրեդիտներ ապահովի, ոչ թե սրանց այսպես կեղծ սոցիալական կրեդիտների մասին է խոսքը, որը ներկայացնում են իբր թե հանրություն դրանից օգտվելու, այլ իրապես հանրությունն օգտվի։ Օրինակ եվրոպական զարգացած արևմտյան Եվրոպայի երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես է գործում համակարգը։ Այդ երկրներում ներդրվել է բարիք ստեղծելու նպատակով, այսինքն եթե պետությունը չի կարողանում քաղաքացու համար ապահովել արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ վարձատրություն եւ քաղաքացին տարվա վերջում ներկայացնում է եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր եւ որտեղ ակնհայտորեն նրա
ծախսերը գերազանցում են եկամուտներին, պետությունը տրամադրում է փոխհատուցում իր քաղաքացիներին։ Նման մոդելի մենք ջատագովներն ենք։ Իհարկե, եթե մենք առաջնային նախապատվություն տանք Հայաստանի տնտեսության զարգացմանը, հետո անցում կատարենք արդեն սոցիալական խնդիրների լուծմանը, այդ դեպքում իհարկե կարելի է ներդնել համակարգը։ Իսկ սրանց նպատակը անձանցից լրացուցիչ հարկերի հավաքագրումն է եւ ոչ թե նրանց օգնելը։ Այն, որ այս իշխանությունը բազմաթիվ հարցերում, բազմաթիվ ոլորտներում ձախողել է, գաղտնիք չէ, բայց ձեր կարծիքով այս իշխանության տնտեսական քաղաքականության ամենամեծ ձախողումը ո՞րն է։ Տեսեք, տնտեսական քաղաքականություն ասելով նախ եկեք հասկանանք ինչ է տնտեսություն եւ ինչ է տնտեսական քաղաքականությունը։ Դա երկրի պետության հիմնասյունն է, այն բետոնապատ, տեսել եք չէ շենքերը ինչպես են կառուցում, ինչպիսի բետոնապատում են իրականացնում զրոյական կամ նույնիսկ հողի տակ գտնվող այդ մինուս հարկերում, հատվածներում, բետոնապատման աշխատանքները նոր կառուցում է ամբողջ շինությունը։ Տնտեսությունը պետության համար այդպիսի բան է։ Եվ պետությունը կանգնած է երկու այդպիսի ոտքի վրա։ Մեկը տնտեսությունն է, հաջորդը անվտանգությունը, որովհետև սրանք նաև փոխկապակցված են եւ առանց մեկը մյուսին գոյություն ունենալ ուղղակի չի կարող։ Տնտեսական քաղաքականությունը այս իշխանությունը ինչ է արել, դրանք կախված են մարդու մտածողության ձևից, նրա պատկերացումներից եւ նրա նպատակադրումներից։ Օրինակ, պես վաճառականներ կան, չէ, որոնք որ ունեն շատ կարճաժամկետ մտածողություն եւ մտածում են արագ առնեն 1 դրամով, վաճառեն 2 դրամով, 1 դրամ մեջ դրա մեջ փող աշխատեն։ Եվ կան տարբեր այլ մտածելակերպ ունեցող շուկայի գործակալներ, խաղացողներ։ Դրանք արտադրողներն են, ովքեր որ երկարաժամկետ ներդրում են իրականացնում հետագայում արդյունք ապահովելու համար, դրանք գյուղատնտեսներն են, բարիք ստեղծող ծառայություն մատուցողներն են եւ այսպես շարունակ։ Ես միշտ եմ հաճախ եմ այդ օրինակը բերում, պատկերացրեք խաղային ոլորտի ծառայություն եւ փաստաբանական ոլորտի ծառայություն։ Փաստաբանությունը բարիք է ստեղծում, խաղային ոլորտը չարիք է ամբողջությամբ եւ նրանց ուղղակի նույն հարթության մեջ դիտարկել չի կարելի, ուղղակի չի կարելի։ Հետևաբար այս մարդկանց մտածողությունը այս տնտեսության մեջ եղել է բացառապես վաճառականի մտածողությունը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, դարձել են ժամանակավոր հարթակ եւ ժամանակավոր վերարտանումների հաշվին տնտեսություն են կառուցել, այնինչ դա պետք է կապիտալիզացնել իրական հատվածում տնտեսության, արդյունաբերական հատվածում։ Այսինքն մեր պատկերացած տնտեսական մոդելը դա արդյունաբերականացումը, գյուղատնտեսության զարգացումն է, օրինակ գյուղատնտեսական հողերի 40%-ից ավելին չի օգտագործվում։ Գյուղմթերքները բանջարեղենից սկսած մերքեր եւ մսամթերք Հայաստանը կարող է հասնել ինքնաբավության մակարդակին նույնիսկ արտահանող իրականացնել, բայց Հայաստանը փաստորեն այսօր ներկրում է իրականացնում։ Օրինակ, պարզ վիճակագրություն ասեմ, թռչնի մսի ներքին Հայաստանի Հանրապետության պահանջարկի կեսից ավելին ներկրվում է։ Ինչը մենք կարող ենք տեղում արտադրել, սա նորմալություն է ուղղակի։ Այսինքն պիտի Հայաստանը վերանայի իր տնտեսական ինտեգրացիոն առաջնահերթությունները։ Միանշանակ պետք է վերանայի, ձեր մոտ գալուց առաջ հանձնեցի Գիտությունների ազգային ակադեմիային գրախոսության եւ հետագա այդ գրքի տպագրության համար մոտավորապես 700 էջի սահմաններում տնտեսական ամբողջ հայեցակարգն ենք մենք կազմել, թե ինչպես եւ ինչ առաջնահերթություններով պետք է տնտեսությունը զարգացնել շատ արագ ընդ որում եւ այնուհետեւ ստացած արդյունքները տեղաբաշխել սոցիալական բոլոր խավերի միջև։ Մեր ծրագրերում եւ տնտեսական ամբողջ դոկտրինի մեջ առանձնացված են սոցիալական բոլոր խավերը, կենսաթոշակառուներից մինչև դպրոցահասակ երեխաներ, ով ինչ պետք է ստեղծի, ինչ դիմաց ինչ կարող է ստանալ, եւ բոլորը արժանապատիվ փոխհատուցման կամ վարձատրության մասին է խոսքը։ Պայմանականորեն 150,000 դրամ 1 տարվա ընթացքում կենսաթոշակը բարձրացնելու մասին է խոսքը։ Հիմնավորված ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Այս իշխանությունը չի հասկանում դա, թե ուղղակի ցանկություն չունի օրինակ նման բան անելու։ Երկու հիմնական մոտեցում այստեղ ես ունեմ։ Դա կախված է նպատակադրումից։ Եվ միշտ ես նման հարցի պարագայում հարցնում եմ իմ զրուցակցին, տվյալ դեպքում իմաց է ձեր մասը։ Դուք վստահ եք, որ իմ եւ ձեր նպատակները համընկնում են այս իշխանության նպատակների հետ։ Բնականաբար Մեր նպատակները եւ իմ կատարած դոկտորական ատենախոսության ամբողջ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության հարատևման համար ու զարգացման համար կայուն հիմքերի ստեղծումը։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար այդ թվում Սփյուռքում բնակվող նրա համար անվտանգություն, բարեկեցություն ստեղծելը։ Արդյոք այս իշխանության նպատակը դա է։ Ես
տրամագծորեն հակառակ պատկերացում ունեմ։ Այս իշխանության նպատակը ընդհակառակ Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։ Հետևաբար ինչու պետք է որևէ մեկի բարեկեցությունն ավելացնի։ Ինչու պետք է այդ մարդու կրթության վրա աշխատանք տանի։ Օրինակ տեսեք, մի աննորմալ երևույթի մասին եկեք խոսենք։ Խորհրդային միության ժամանակ Խորհրդային միությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել է Գիտությունների ազգային ակադեմիա, զարգացրել է, չէ՞։ Ինչի անում տեղական իշխանություն, անկախ Հայաստանի իշխանությունը։ Լուծա Գիտությունների ազգային ակադեմիան։ Այսինքն մենք ինչի մասին ենք խոսում։ Այլ երկիրը եկել Հայաստանում գիտություն է զարգացրել, Հայաստանի Հանրապետության իշխանությունը իր ձեռքով լուծարում է այդ զարգացած գիտությունը։ Հետևաբար նրանց նպատակը Հայաստանի Հանրապետության զարգացումը չէ, դրա համար էլ եթե նույնիսկ հասկանում են չեն կատարում։ Երկրորդը, այո, ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանության ներկայացուցիչները ունեն բավարար կարողություն, հմտություն եւ խելք չունեն։ Կառավարության ղեկավարին բարձրագույն կրթության դիպլոմը վկայականը հանձնեցին իշխանության գալուց հետո։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մարդու գիտելիքի բացակայության մասին։ 8 տարվա ընթացքում մենք այնքան ասեցինք, որ նրանց մոտ գիտելիքի բացակայություն է, ինքը կառավարության նիստում ասաց, որ իրենք մնացել են նույն դասարանում, առաջին դասարանում եւ իրենք այո անխելք են եւ իրենք այո տգետ են, իրենք հայտարարել են դրանք։ Հետևաբար մի հատ էլ հանրային ճշմարտություն պետք է հիշեցնեմ ձեզ, պետությունները քանդելու համար ամենահեշտ ճանապարհը նշանակել կառավարիչներ այն ոլորտներում, որտեղից կառավարիչները ոչինչ չեն հասկանում։ Հիմա այսպես ձեռագիր է եւ նրանք նույնիսկ առանց հասկանալու գնում են ոլորտի տապալման եւ կանոնման սցենարով։ Պարոն Սարգսյան, այսպես կոչված խաղաղության շրջանակներում Հայաստանը Ադրբեջանից բենզին ներկրեց, այսպես տնտեսական ինչ-որ հարաբերություններ են կառուցում, արդյոք սրանում տեսնում եք տնտեսական ռացիոնալություն։ Ոչ իհարկե, դա ընդհանրապես նախընտրական քարոզարշավի բաղադրիչ էր, եւ Հայաստանը ոչ թե գնում է տնտեսապես ավելի այսպես շահավետ վայրեր կամ որևէ ապրանքի եւ ծառայության վերաբերյալ իրականացնում է դիվերսիֆիկացիա, չկա այդպիսի բան։ Հայաստանը գնում է ուղղակի հայ ժողովրդին եւ Հայաստանի քաղաքացիներին խաբելու, մանիպուլյացնելու, իր կեղծ խաղաղության օրակարգը ավելի հիմնավորելու ճանապարհով։ Ադրբեջանում արտադրված բենզին նույնիսկ չի բավարարում Ադրբեջանի ներքին պահանջարկին, որ նրանց արտահանում իրականացնի։ Այսինքն Ադրբեջանը այստեղ վերավաճառողի դերում է լինելու։ Եվ այո, քաղաքական պայմանավորվածությունը ադրբեջանական անվան տակ ներկրված բենզինի ցածր սակագինը։ Որպեսզի ժողովուրդ ասեն, դե տեսեք, բենզինի սակագներ նվազել են։ Դա չի այսպես արդարացնելու երկարաժամկետում չի էլ գործելու։ Ինչպիսին օրինակ առողջապահական համակարգներ։ Մինչև հունիս այո կբավարարեն միջոցները, այո մարդիկ կծափաղարեն, կասեն ապրի Նիկոլը, իսկ հունիսի 7-ից հետո համակարգը փլուզվելու է։ Ինչ քաղաքական ու անվտանգային այսպես վտանգներ եք տեսնում այստեղ, քանի որ փաստացի տնտեսական համագործակցությունը թշնամի երկրի հետ չի կարող լինել խաղաղության գործիք։ Տեսեք, նույնիսկ թշնամական պետությունների հետ կարող է այսպես տնտեսական համագործակցություն լինել, որովհետև շատ հաճախ տնտեսական համագործակցությունը քաղաքականից կարող է տարբերվել։ Այստեղ նախապատվությունների խնդիր է, այստեղ շատ ավելի սթափ գնահատելու հարց է։ Հնարավոր է այո պատերազմել մի երկրի հետ, բայց նաև ունենալ առևտրային եւ տնտեսական հարաբերություններ։ Կոնկրետ Ադրբեջանի պարագայում, այնուհետև նրա մեծ եղբոր Թուրքիայի պարագայում Հայաստանը որևէ տնտեսական օգուտ ունենալ ուղղակի չի կարող։ Եվ բազմիցս իշխանությունների ներկայացուցիչներին հայտարարել ենք, դուք ձեր ամբողջ կառավարական կազմով, ես միայնակ եկեք բանավեճի։ Ինչու եք դնում թույլ մարդիկ գտնում նրանց բանավեճի հրավիրում։ Բազմիցս հայտարարել ենք, եկեք բանավեճի։ Կամ հասկանում ենք, որ վախենում եք, հասկանում ենք, որ դեմ առ դեմ կանգնելը ձեր համար հեշտ գործ չէ։ Էկրաններից այնքան պատասխանեք, որ ապրանքն եք արտահանելու Ադրբեջան կամ Թուրքիա, որ ծառայությունն եք արտահանելու Ադրբեջան կամ Թուրքիա։ Հակառակի օրինակները բազմաթիվ են։ Այնտեղ մենք ունենք եւ այսպես ասած Հայաստանի ներկա հողային տարածքից ավելի բերի հողատարածքներ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն շատ ավելի ցածր վարձատրող աշխատակազմ։ Թուրքիան մասնավորապես սուբսիդավորում է արտահանումը, ցանկացած արտադրանքի եւ սկսած գյուղատնտեսական արտադրանքից շարունակելով տեքստիլ արդյունաբերությամբ եւ այլ արտադրատեսակներով, այդ թվում դեղերի արտադրությամբ, այո Թուրքիայի հետ մրցակցելը դժվար է։ Եվ դա մենք Հայաստանում ունենք նույնիսկ նոր ձևավորվող արդյունաբերական համակարգ,
դեղերի ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ զարգացման պոտենցիալը ունի, բայց դեղերի ոլորտում նոր ձևավորվող փոքրիկ այսպես միկրո ձեռնարկություններ ունենք, դրանք նույնիսկ կոչնչանան, երբ որ սկսի Թուրքիայի ուղիղ առևտրային հարաբերությունները։ Հետևաբար մենք հեռանկարում նորից եմ կրկնում, եթե Հայաստանում ունենար ապրանք, արտադրանք, որը կարող էր վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային, սիրով եկեք վաճառենք եւ նրանց գումարները բերենք Հայաստանի Հանրապետություն։ Շատ լավ գործ է։ Պետք է մտածել այդ ուղղությամբ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը վերջերս այցելեց Հայաստան, հետո նաեւ Բաքու։ Ինչ կտա կամ ինչ տվեց այս այցը Հայաստանին հենց անվտանգության տեսանկյունից։ Որևէ բան Հայաստանին չի տվել, բացի գործող իշխանությունների PR-ին որոշակի աստիճան ավելացում հաղորդել է։ Նաև պետք չի Վենսի այդքան շատ մեկնաբանել, դրա ուսում անդադ լինի, որովհետև դա բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից։ Ինչու, որովհետև իրականում այդ Հայաստանին որևէ դրական բան դեռևս չի տվել, չէր էլ կարող տալ, բայց Նիկոլ Փաշինյանի ապագա ձայների մեջ կարող է ավելացում ապահովել, որովհետև ինքը շարունակաբար խաբում է մարդկանց։ Շարունակաբար խաբում է թրիպը իբր թե անվտանգության գոտի է լինելու, թրիպը իբր թե տնտեսական ներհոսքի ապահովելու Հայաստանի համար դրամական միջոցների անհասկանալի կերպով իհարկե, բայց նրանք դա ասում ու փախչում են։ Հենց դու կարողանում ես այսպես բռնել ձեռքից հետո ասել տանի երկրորդ հարցը տրամադրել ասողին, իրենց օրինակ նախարար կլինի падգամավոր թե հենց Նիկոլ Փաշինյան եւ ասել ինչպես է այդ դրամական միջոցների ներհոսքը ապահովելու Հայաստանի Հանրապետություն, նրանք ուղղակի փախչում են, որովհետեւ չգիտեն, որովհետեւ չկա այդպիսի բան, որովհետեւ դա կեղծիք է, դա սուտ է, որովհետեւ որևէ մեկը չի կարող թրիփի վերաբերյալ ապագա շահագործման կամ ընդհանրապես ծրագրի իրականացման վերաբերյալ որևէ խոսք ասել, որովհետեւ այդտեղ այնքան շատ են անորոշությունները, որ նույնիսկ խորհուրդ կտամ այդ թվում ընդդիմադիր մեր բոլոր գործընկերներին չկենտրոնանալ դրա վրա, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցրել նշանակում, որովհետեւ թրիփը չի կարող շահագործվել մի տարածաշրջանում, որտեղ անցողունակության որոշումը չի կայացվում միանձնյա, այսինքն Հայաստանը միանձնյա չի որոշում անցողունակությունը ապահովի թե ոչ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պետք է այդ որոշումը կայացնի։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու հարցում ունի այսպես գերտերությունների կարծես թե աջակցությունը հենց նաև Վենսն էլ ոչ ուղղակի, բայց իր աջակցությունը ընտրություններում հայտնեց Փաշինյանին։ Ձեր եւ ընդդիմության համար արդյոք սա խնդիր չէ, այսպես ասած, իշխանափոխության համար Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինձ համար բացարձակ խնդիր չէ, ես գործընկերներին կարող եք այդ հարցը տալ։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր իշխանությունն իրացնում է ընտրությունների միջոցով։ Հետևաբար մենք ոչ թե ակնկալում ենք որևէ գերտերության կամ տարածաշրջանային տերության միջամտություն, օժանդակություն, մենք դա ավելի շատ համարում ենք խաբկանքներ, իլյուզիաներ։ Հայաստանում հայ ժողովուրդն է ձևավորում իշխանություն եւ պետք է կենտրոնալ հայ ժողովրդի վստահության քվեին արժանալու համար եւ ոչ թե որևէ գերտերության այսպես աջակցության արժանանալու համար։ Ավելին ասեմ, որևէ գերտերության աջակցությունը ստանալով նոր ռումբեր է ստանում Հայաստանի Հանրապետության տակ, որովհետև աջակցելը անվճար չի լինում։ Այսպիսի տնտեսագիտության մեջ արտահայտություն կա, ձրի փող չկա։ Այսինքն ամեն ինչի համար պետք է վճարես, այդ թվում աջակցության համար պետք է վճարես։ Եվ Նիկոլ Փաշինյանին բոլոր աջակցությունները փորձը ցույց է տվել, որ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի, առողջության եւ այլնի միջոցով է տեղի ունենում։ Այս իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավը, ինչպես տեսնում ենք, այսպես շարունակվում է, սրբազաններ են ձերբակալվել, վերջերս նաև վեհափառի դեմ քրեական գործ հարուցեցին, թույլ չտալով արգելելով նրան երկրից հեռանալ ու գիտենք գաղտնիք չէ խնդիրը որն էր, որպեսզի նա չմասնակցի եպիսկոպոսաժողովին։ Ինչու այս իշխանությունը ամեն կերպ խոչընդոտեց, որ վեհափառը գնա ու մասնակցի եպիսկոպոսած ժողովին եւ թույլ չտվեց, որ դա կայանա։ Որ մենք դրա մասին խոսենք, ընդհանրապես տեսեք, եկեղեցու վերաբերյալ նույնպես դրանք այն նուրբ հարցերից են, որ երբևէ չպետք է քննարկման առարկա դառնան։ Եվ այդ թվում եւս մեկ անգամ կոչ եմ անում ընդդիմադիր մեր գործընկերներին այդ թեման այդքան չշահարկել, որովհետեւ եկեղեցին մեր հոգեվոր հայ ժողովրդի հոգեվոր ընտանիքն է։ Եվ որևէ մեկը չի ասում, որ այնտեղ ամեն ինչ հարթ է, իդեալական է եւ այլն։ Եվ որևէ ընտանիքում ընդհանրապես որևէ մարդու կյանքում ամեն ինչ իդեալական չէ։ Եվ քննարկել ընտանիքը դրսում դա ուղղակի բղծություն է, չի կարելի դա։
անկախ նրանից դրա դրական կողմն ես ասում, թե բացասական ես ասում, էական չի բացարձակ, ուղղակի պետք է եկեղեցու մասին չխոսել։ Ուղղակի պետք է լինել եկեղեցում, պետք է գնալ ու հաղորդություն ստանալ, այդքանը ու պահել քո ինքնությունն ու քո կրոնը։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան շատ կենտրոնանում դրա վրա։ Նիկոլ Փաշինյանը պետք է մինչև ընտրությունները այս process-ը անդադ երկարաձգի։ Մի օր կձերբակալեն, հաջորդ օրը Հայաստանի Հանրապետությունից ելքագրման ինչ որ սահմանապահումներ կկիրառեն, էական չի ինչ կան։ Իրան պետք է որոշակի մեդիա աղմուկ, որ տեսեք ես դեռ կռիվ եմ տալիս եկեղեցուտեմ, արհեստականորեն ինքը դա այսպես մեծացնում, իբր թե շատ հզոր մի բան է ստեղծում իրեն հակառակորդ, որպեսզի ինքը հաղթի եւ ժողովրդի աչքում ինքը հաղթող լինի։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ամբողջ կառավարությունն ու թիմը մի տարբերակ ունեն իշխանավարումից հետո ժողովրդին ներկայանալու։ Հաշվետվության պետք է ներկայանան։ Բացեք, կարդացեք 2021-ի ՔՊ-ի ծրագիրը եւ համեմատեք իրականության հետ 5 տարի հետո ինչ է տեղի ունեցել։ Տրամագծորեն հակառակը։ Եվ ինչպես դուրս գա հաշվետվության։ Եթե խոսում ենք աներեսության մասին, դրա խնդիր չունեն իրենք։ Այո, կարող են դուրս գալ եւ կարող են ցախողումները հաղթանակներ կաս, ինչպես պարտություն են հաղթանակներ կասում։ Այո, աներեսություն ունեն, բայց հայ ժողովուրդը կարող է մեջ է գնահատական տալ, որ մարդը ինչ ասում, խափում է։ Հետևաբար նրան պետք է մոռացության մատնել իր ծրագիր եւ ցախողումները, կենտրոնանալ եկեղեցու եւ կաթողիկոսի կամ այլ սրբազանների վրա ու այդպես մեդիա աղմուկը պահի մինչև ընտրություններ, որպեսզի հաջողի։ Ուրիշ որևէ բան այստեղ չկա։ Եվ հաջորդը կա իհարկե, որը որ դրսի օրինակ նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղի հրահանգ է, շատ դեպքերում մենք տեսել ենք Փաշազադեի եւ Նիկոլ Փաշինյանի այդպես համահունչ սինխրոն աշխատանքները, բայց դա կարծում եմ երկրորդական է։ Այստեղ ավելի շատ Նիկոլ Փաշինյանը ունի վերարտադրվելու խնդիր։ Նիկոլ Փաշինյանը ներկայումս ԱՄՆ-ում է եւ ակնկալվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպում, ինչ կարող ենք սպասել այդ հանդիպումից առանձնապես։ Կատարելապես ոչինչ։ Ինչ ենք սպասել այսքան ժամանակ եւ ինչ ենք ստացել այսքան ժամանակ նրանց հանդիպումներից։ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ հրաժարվեց Հայաստան-Ադրբեջան շփումներում երրորդ կողմի մասնակցությունից եւ երկկողմ շփումների միջոցով են իրականացնում բոլոր տեսակի հարաբերությունների չակերտավոր կարգավորումները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իբր թե հովանոցի տակ գտնվելը հերթական միֆերից եւ հերթական նախընտրական այսպես աղմուկ ընդհանրապես ուրիշ ոչինչ մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ որովհետեւ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կնքում է օգոստոսի 8-ին ինչ որ հռչակագիր որը ոչ մի բանի մասին է բառից բուն իմաստով այնուհետև կնքում է այլ փաստաթուղթ որը նորից ոչ մի բանի մասին է հետո թրիպի ծրագիր է հայտ գալիս որը շատ ավելի անորոշ է քան որոշակի է այսպես անդադ աղմուկը պահում է որ մենք դրա մասին խոսենք իսկ մենք պետք է այդպես թակարդը չընկնենք եւ Նիկոլ Փաշինյանի օրակարգ չսպասարկենք անընդհատ մեր սեփական օրակարգով կոնկրետ մեր ուժի պարագայում մեր առավելությունների մասին խոսելով ինչպես կարող ենք երկրի եւ երկրի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը, անվտանգություն, առողջություն ու կրթությունը բարելավել, ինչ անում Նիկոլ Փաշինյանը այդ քայլերից իրենց հետ գցելու համար։ Անընդհատ պետք է այս ուղղությամբ մենք կարողանանք զրույց ստանել, շփումներ ունենալ։ Եվ պարոն Սարգսյան, ամփոփելով զրույցը, գաղտնիք չէ, որ հանրությունը կարծես թե հիասթափված է բոլոր գրեթե բոլոր ուժերից եւ ինչպես է հանրության այսպես ապացուցելու, որ ձեր ուժը տարբերվում է մյուսներից։ Ինչպես եք վստահությունը շալու, որովհետև 2018-ին է շատերը վստահեցին Նիկոլ Փաշինյանին եւ արդյունքը տեսանք։ Դա ամենաբարդ աշխատանքն է, որովհետև ես բազմիցս ես դրա մասին խոսել եմ եւ նույնիսկ ներթիմական քննարկումների ժամանակ, երբ որ մեր թիմակիցները խոսում են այդպես վստահության աստիճանի մասին, որևէ ուժի կամ որևէ գործի, ես շատ դեպքերում նաեւ դա պարունակում է, այսպես ասած հայ հանրությանը Հայաստանի քաղաքացիներին այսպես չհավատալու, չվստահելու կամ process-ների ներգրավված չլինելու մեջ մեղադրական ինչ որ էլեմենտներ են եթե պարունակում, ես անմիջապես հակադարձում հետեւյալ կերպ։ Ինչ անի հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը նախորդ իշխանություններին երբեք իրեն չի համարել։ Սա փաստ է, չէ՞։ Համարել են, որ այդպես պետք է նրանք լինեին իշխանություն եւ ընտրությունները կամ կեղծված էին կամ իրենց ձայնը ոչինչ չէր փոխում։ 2018 թվականին այո վերականգնվեց վստահության քվեն, որովհետև մտածեցին այս իշխանությունը իրենց վերացնեն։ Իհարկե
խորը հիասթափություն ապրեցին հետո, յուրաքանչյուր իրեն մեղավոր ճանաչեց ամբողջ process-ներին մասնակից լինելու մեջ, բայց այնուամենայնիվ հարց է առաջանում, լավ կար մարդ, որը խոստանում էր, հետո խաբեց, այսինքն շատ ավելի վատն է, ընդ որում նույնիսկ ես բոլոր նախագահներին քննադատելով միշտ առանձնացնում եմ Նիկոլ Փաշինյանին, ասում անթույլատրելի է նրանց բոլոր թերություններով հանդերձ Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորի հետ համեմատել, չի կարելի այդպիսի բան անել։ Նման բարագայում հասարակությունն էլ այսպիսի զգացողությունով, չսիրելով նախորդներին, սրանից այսպես հիասթափված մտածում է լավ, ինչպես, այսինքն մերը ավելի սուտասան էր, ավելի վատն էր, ավելի այսպես թշնամական էր տրամադրված մեր հանդեպ, քան այն իշխանությունները, որոնք մերը չէին։ Այնուհետև եղավ սրբազան պայքար, տարբեր տեսակի շարժումներ եւ այլն, հասարակության վստահությունը անդադ մարեց, եկել հասել ենք մի վիճակի, որ պետք է հարթնացնենք, ինչպես։ Հարթնացնելը պետք է լինի հետեւյալ կերպ։ Նախ հասարակության յուրաքանչյուր անդամին Հայաստանի Հանրապետության բարիքներից մասանում կատարելու, այսինքն նրանց մասնակից դարձնելու բանաձևը պետք է տրամադրենք, մանկավարժին պետք է տրամադրենք, թե ինքը իր կյանքը ինչպես է բարելավելու, բժիշկին ինչպես, զինծառայողին ինչպես եւ այսպես բոլոր շերտերին իրենց համար։ Եվ երկրորդը դրա իրատեսականության հիմնավորում պետք է իրականացնենք։ Ինչպես է իրատեսականությունը։ Ներկայացված ծրագրերը, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, չգիտեմ, արագաչափերը հանելու եմ, մենք պոպուլիզմի դաշտ չենք մտնելու եւ բոլոր ընդդիմադիր գործիչները, ովքեր մտնում են պոպուլիզմի դաշտ, մենք նրանց ուղղակի չենք ողջունում։ Դեռևս չենք ողջունում, հետագայում կարող է շատ ավելի ծանր այսպես գնահատականներ հնչեցնենք, իրատեսականության վերաբերյալ պետք է զրույց ունենանք, որպեսզի մարդը վստահ լինի, որ այո, ծրագիրը լավն է, իրատեսականը հնարավոր է կատարել։ Եվ երրորդ հարցն է առաջանում հանրության մոտ. ով է կատարելու։ Արդյոք կատարողը խաբեփայ է, թե կատարողը կոմպետենտ է եւ կարող է դա կատարել։ Սա արդեն գնահատում ենք դերակատարների կենսագրությունով։ Օրինակ, եկեք ես իմ անձի շուրջ բերեմ օրինակը եւ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ բերեմ օրինակը։ Ինձ բոլոր ճանաչողները, չճանաչողները, ովքեր որ հետաքրքրվեն, երբևէ որևէ մեկը չի կարող որևէ տեղից մասնագիտական գործունեության ընթացքում, իմ գիտական գործունեության ընթացքում, մանկավարժական գործունեության ընթացքում, բիզնես գործունեության ընթացքում, հասարակական գործունեության ընթացքում, բոլոր ոլորտներում ինչպես հետաքրքրվեն, որևէ մեկը չի կարող ասել, որ Նաիրի Սարգսյանը սուտասան է։ Նիկոլ Փաշինյանին գրեթե չեք գտնի մարդ, որ չասի, որ սուտասան է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար այսպիսի տարբերությունները անդադ մարդիկ իրենց մեջ յուրաքանչյուրը որ վերլուծի, Հայաստանի քաղաքացին գնահատական է տալու։ Ինչն է իրատեսական, որ ծրագիրն է շատ ավելի լավ եւ որ դերակատարին կարելի է ստալ։ Այսքան։ Պարզ բանաձև է այսպես։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Իմ հյուրն էր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ իրավաբան Նաիրի Սարգսյանը։ Կհանդիպենք։